Ես ողջունում եմ իմ YouTube-յան նորալիքի բոլոր բաժանորդներին եւ այցելուներին։ Ես Արտեմ Սահակյանն եմ։ Ես շարունակում եմ էլեկտրադինամիկա ընդհանուր խորագրով իմ YouTube-յան ալիքի դասընթացը։ Նախորդ անգամ ես ներկայացրեցի համառոտ պատմական ակնարկ, այն է էլեկտրոմագնետիզմի տեսության եւ պրակտիկայի զարգացման պատմական հիմնական նշաձողերը։ Նշեցինք, որ էլեկտրադինամիկան կազմում է էլեկտրոմագնետիզմի հիմնական մասը եւ մենք ուշադրությունը կենտրոնացնենք էլեկտրադինամիկայի վրա, շրջանցելով նրա երկու մյուս բաժինները, ինչպիսիք են էլեկտրոստատիկան եւ մագնիտոստատիկան։ Շարունակելով մեր դասընթացի ներածական բաժինը, այժմ անցնենք այդ բաժնի երկրորդ դասին, որը նվիրված է կոորդինատային համակարգերին, որոնք առավել հաճախ օգտագործվում են էլեկտրադինամիկայի տեսության մեջ եւ խնդիրներում, եւ որոնք ծառայում են ինչպես փոփոխականների ֆունկցիոնալ կապերը գրաֆիկորեն պատկերման համար, այնպես էլ հարթ կամ ծավալային երկրաչափական օբյեկտների պատկերման համար։ Օրինակ կարող են ծառայել անտենաների ուղղորդվածության կամ այսպես կոչված ճառագայթման դիագրամները, կամ ռադարային համակարգերում օբյեկտների համարժեք ցրման մակերեսների տարածական բաշխման պատկերումը եւ այլն։ Մեր դիտարկումը սկսենք ուղղանկյուն եռաչափ կոորդինատային համակարգից, որը այլ կերպ անվանում են դեկարտյան կոորդինատային համակարգ, ֆրանսիացի փիլիսոփա եւ մաթեմատիկոս Ռենե Դեկարտի անունով, անգլերեն գրականության մեջ այն անվանում են նաեւ Cartesian coordinate system։ Այս համակարգը կառուցելու համար եռաչափ տարածության մեջ դիտարկում ենք 3 փոխուղղայաց հարթություններ, որոնց հատման հետևանքով գոյանում են անսահման երկարության 3 փոխուղղայաց ուղիղ գծեր։ Դրանք համակարգի առանցքներն են։ Իսկ այդ առանցքների հատման օկետը ընդունված է անվանել համակարգի սկզբնակետ։ Առանցքները ընդունված է նշել x, y, z տառերով եւ նրանց դրական ուղղությունները նշվում են սլաքով եւ ընտրվում են այնպես, որ եթե դիտորդը նայում է z առանցքի սլաքի ծայրից, ապա x ու y հարթության մեջ x-ից դեպի y ամենակարճ ճանապարհով շարժման ուղղությունը կայանում է ժամ սլաքի շարժմանը հակառակ ուղղությամբ։ Այլ կերպ դա ներկայացվում է որպես աջ ձեռքի օրենք, որի համաձայն եթե աջ ձեռքի մատները ուղենք x-ից դեպի y առանցքը ամենակարճ ճանապարհով, ապա բութ մատը ցույց կտա z առանցքի ուղղությունը։ Այժմ, եթե դիտարկելու լինենք տարածության մեջ կամայական A կետ, ապա տվյալ ուղղանկյուն կոորդինատային համակարգում նրա դիրքը կարող է որոշվել այդ կետի 3 կոորդինատների օգնությամբ։ Այն է x կոորդինատը, որը իրենից ներկայացնում է OAX հատվածը x առանցքի ուղղությամբ, y կոորդինատը OAY հատվածն է եւ z կոորդինատը OAZ հատվածն է։ Այդ կոորդինատների պրոյեկցիաները պատկերված են այստեղ այս նկարի վրա։ Կարևոր է նշել, որ այդ կամայական A կետի դիրքը կոշտ կապված է կոորդինատային համակարգի հետ, մասնավորապես նրա սկզբնակետի եւ առանցքների տարածական դիրքերի հետ, ինչպես ցույց է տված այս պատկերում։ Եռաչափ կոորդինատային համակարգերի տեսակներից հաջորդը դիտարկենք այսպես կոչված գնդային կոորդինատային համակարգը, որը պատկերված է այստեղ։ Այստեղ A կետի դիրքը որոշվում է հետևյալ 3 մեծություններով, 3 կոորդինատներով։ Առաջինը դա
R կոորդինատն է, որը իրենից ներկայացնում է OA հատվածի երկարությունը եւ կոչվում է շարավղային կոորդինատ, այսինքն կամ ռադիալ կոորդինատ, եւ իրենից ներկայացնում է A կետի հեռավորությունը կոորդինատային համակարգի սկզբնակետից։ Թետան կոչվում է զենիթային անկյուն, այն ընկած է OA ուղղագիծ հատվածի եւ OZ առանցքի միջեւ, որում հաշվարկը արվում է Z առանցքից։ Այս անվանումը ընդօրինակված է աշխարհագրությունից, որտեղ վերտիկալ վեր ուղղված ուղղությունը կոչվում է զենիթային ուղղություն։ Եվ երրորդը φ կոորդինատն է, որը կոչվում է ազիմուտային անկյուն, կամ պարզապես ասում են ազիմուտ։ Սրա ուղղությունը կոշտ կապված է OX առանցքի ուղղության հետ, այն իրենից ներկայացնում է OX առանցքի եւ շարավղային կոորդինատի հորիզոնական պրոյեկցիայի միջև ընկած անկյունը։ Հարկ է նշել, որ այս եռաչափ կոորդինատային համակարգը ընդունված է անվանել գնդային այն պարզ պատճառով, որ եթե R կոորդինատը ընդունենք հաստատուն, ապա փոփոխական թետա եւ φ անկյունային կոորդինատների դեպքում դիտարկող A կետը շարժումներ կկատարի գնդային մակերեսի վրայով։ Նշենք նաև, որ որոշ խնդիրներում հարմար է լինում զենիթային թետա անկյան փոխարեն օգտվել այսպես կոչված թեկության գամմա անկյան արժեքից, որը հաշվարկվում է R հատվածի կազմած անկյունը XOY հարթության հետ։ Այս շարժական պատկերի վրա կարող ենք տեսնել, թե ինչ շարժումներ է կատարում դիտարկվող A կետը, որը իրենից ներկայացնում է գնդիկ։ Եթե փոփոխվեն գնդային կոորդինատների արժեքները, այստեղ բերված նշումները հետևյալն են։ Փոքրատառ A-ն իրենից ներկայացնում է ազիմուտային անկյունը, B-ն ներկայացնում է թեկության անկյունը, իսկ R-ը շարավղային կոորդինատն է։ Եռաչափ կոորդինատային համակարգերից երրորդը, այսպես կոչված գլանային կոորդինատային համակարգն է, որը պատկերված է այս նկարի վրա։ Այստեղ կամայական ակետի դիրքը որոշվում է հետևյալ 3 կոորդինատներով։ Առաջինը ρ կոորդինատն է, որը հավասար է OA', իրենից ներկայացնում է ակետի պրոյեկցիայի A' կետի հեռավորությունը կոորդինատային համակարգի O սկզբնակետից։ Ֆին դա այն անկյունն է, որը ընկած է OA' ուղղագիծ հատվածի եւ OX առանցքի միջև։ Եվ վերջապես Z-ը նույնն է, ինչ ուղղանկյուն դեկարտյան կոորդինատային համակարգում։ Այս համակարգը կոչվում է գլանային, քանի որ եթե ընդունենք ρ-ն հավասար կոնստանտ, իսկ φ-ն եւ Z-ը փոփոխական, բոլոր կամայական ակետերը այդ դեպքում կգտնվեն գլանային մակերեսի վրա։ Այստեղ կուզեի նշել, որ էլեկտրամագնետիզմի այս կամ այն խնդրի լուծման համար կոորդինատային համակարգի ընտրությունը կախված է նրանից, թե ինչ տիպի սիմետրիայի հետ ենք առնչվում։ Օրինակ, ուղղանկյուն ալիքատարների դաշտի վերլուծման դեպքում հարմար է օգտվել դեկարտյան կոորդինատային համակարգից։ Կլոր ալիքատարների եւ կոաքսիալ կաբելների ներքին դաշտի կառուցվածքի վերլուծման համար հարմար է օգտվել գլանային կոորդինատային համակարգից։ Իսկ երբ խոսքը վերաբերում է գնդաձև մարմինների վրա էլեկտրամագնիսական ալիքների դիֆրակցիայի խնդիրներին, ապա հարմար է օգտվել գնդային կոորդինատային համակարգից։ Այժմ դիտարկենք երկչափ կոորդինատային համակարգերը, որտեղ փոփոխականների թիվը 2-ն է,
ուստի A կետը դիրքավորված կլինի ոչ թե եռաչափ տարածության մեջ 3D, 3-dimensional, այլ հարթության մեջ, որն ընդունված է անվանել 2D տարածություն, 2-dimensional տարածություն։ Այսինքն տարածություն, որտեղ ցանկացած կետի դիրքը որոշվում է միայն երկու կոորդինատներով։ Այդ կոորդինատային համակարգերից առաջինը դիտարկենք ուղղանկյուն կոորդինատային համակարգը, այսինքն երկչափ ուղղանկյուն կոորդինատային համակարգը, որը անվանում են Դեկարտյան, այնպես ինչպես եռաչափը, եւ որը կարելի է ստանալ եռաչափ կոորդինատային համակարգից ընդունելով կոորդինատներից մեկը հաստատուն կամ 0, օրինակ z-ը հավասար կոնստանտ։ Այստեղ պատկերված այս նկարի վրա մենք տեսնում ենք 3 հատ կամայական կետեր իրենց կոորդինատներով հանդերձ a1-ը x-ը 2, y-ը 3, a2-ը x-ը -3, y-ը +1 եւ a3-ը x-ը -1.5, y-ը -2.5։ Երկչափ կոորդինատային համակարգերից հաջորդը այսպես կոչված բևեռային կոորդինատային համակարգն է, եւ դժվար չէ տեսնել, որ այն կարելի է ձևավորել գնդային համակարգից ընդունելով թետա զենիթային անկյունը 90 աշյան կամ կարելի է ձևաստանալ գլանային համակարգից ընդունելով z-ը հավասար 0-ի։ Այստեղ պատկերված է այդ կոորդինատային համակարգ, 3 կամայական կետեր են նշված իրենց ρ, φ կոորդինատներով հանդերձ։ Իսկ այժմ դիտենք մի օրինակ, թե ինչպես կարելի է բևեռային կոորդինատները կապել երկչափ ուղղանկյուն կոորդինատների հետ։ Օրինակը հետևյալն է, ուրեմն ուղղանկյուն կոորդինատային համակարգում տրված են 3 կամայական կետեր, a1-ը իր a1x կոորդինատով հավասար 2-ի, a1y-ը հավասար 3-ի, a2x հավասար -3-ի, a2y-ը +1-ի եւ վերջապես a3 կետի համար a3x-ը հավասար -2.5-ի, a3y-ը հավասար է -1.5-ի։ Բևեռային համակարգում a կետի կոորդինատները կարելի է որոշել հետևյալ կերպ, եթե նկատի ունենանք, որ a1 կետի համար մենք ունենք ուղղանկյուն եռանկյուն եւ ρ1 ներքնաձիգը կարելի է որոշել որպես a1x քառակուսի + a1y քառակուսի արմատի տակ։ Դա պատասխանը 3.6 Ֆին որպես հակադարձ տանգենս a1y-ը a1x-ի, որը տալիս է 56.3 աստիճան կամ 0.98 ռադիան։ Նույն ձևով հեշտությամբ կարելի է գտնել a2 կետի բևեռային կոորդինատները որպես ρ2 հավասար 3.16 եւ φ2 161.6 աշճան կամ 2.82 ռադիան եւ վերջապես ρ3-ը 2.91 եւ φ3-ը 4.17 ռադիան։ Եվ արդյունքը ներկայացված է այստեղ։ Այստեղ պատկերված է մենք ուրիշ օրինակ, որը ներկայացնում է եռաչափից եռաչափ փոխակերպում, այսինքն գնդային համակարգից դեկարտյան կոորդինատային համակարգ փոխակերպումը։ Բերված պատկերից կարող ենք ստանալ հետևյալը, որ AZ կոորդինատը, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ հավասար A'-ին, որոշվում է OA-AZ եռանկյունուց
որպես r շարավիղ վեկտորը անգամ կոսինուս զենիթային անկյունը։ Ինչ վերաբերում է AX եւ AY կոորդինատներին, ապա այստեղ սկզբում հարկավոր է որոշել OA' շարավիղ վեկտորի պրոյեկցիան x-y հարթության վրա եւ այնուհետեւ OAX-ը եւ OAY-ը հեշտությամբ գտնում ենք օգտագործելով կոսինուս ֆին եւ սինուս ֆին, ինչպես բերված է այս բանաձևերի մեջ։ Էկրանի ներքևի մասում մենք ունենք հակադարձ փոխակերպումը, այսինքն ուղղանկյուն կոորդինատային համակարգից անցնում են գնդային կոորդինատային համակարգի եւ պարզ են բերված առնչությունները։ Շարավիղ վեկտորը հավասար է արմատի տակ բոլոր 3 ուղղանկյուն կոորդինատների քառակուսիներին եւ ֆի անկյունը իրենից ներկայացնում է AY եւ AX-ի հարաբերության հակադարձ տանգենսը, ինչ վերաբերում է թետային, ապա նա ոչ այլ ինչ է, եթե ոչ հակադարձ տանգենսը քառակուսի արմատ AX քառակուսի plus AY քառակուսին բաժանած AZ-ի։ Նման ձևով կարող ենք շարունակել այս օրինակների շարքը ցանկացած եռաչափի կամ երկչափի փոխակերպումների համար։ Հաճախ կոնկրետ խնդրի լուծման համար անհրաժեշտ է լինում կամ կոորդինատային համակարգը տեղափոխել զուգահեռ, կամ այն պտտել որոշակի առանցքի շուրջ, կամ էլ երկու գործողությունը միաժամանակ։ Այդ երկու գործողությունները իրարից անկախ են եւ սովորաբար այդ պտույտ տեղափոխում գործողությունը սկզբում արվում է ուղղանկյուն համակարգում եւ այնուհետեւ անհրաժեշտության դեպքում փոխակերպվում է համակարգից համակարգ։ Ուղղանկյուն կոորդինատային համակարգի զուգահեռ տեղափոխումը ոչ այլ ինչ է, եթե ոչ նրա սկզբնակետի տեղափոխումը դելտա x, դելտա y, դելտա z չափով կամ յուրաքանչյուրը առանձին, եւ այս գործողությունը իրականացնելիս այս դելտա x, դելտա y, դելտա z արժեքները սովորաբար գումարվում կամ հանվում են տարածական կետի կամ օբյեկտի կոորդինատներից։ Ինչ վերաբերում է կոորդինատային առանցքների պտտմանը, ապա այն կարող ենք ցույց տալ երկչափ ուղղանկյուն համակարգի մի պարզ օրինակի վրա։ Դիցուք x-y համակարգը պտտված է իր սկզբնակետի շուրջ ալֆա անկյունով եւ ընդունել է մի նոր x'-oy' դիրք, ինչպես ցույց է տրված այս պատկերի վրա։ Պարզ երկրաչափական կառուցումներից հետո դժվար չէ ստանալ A կետի կոորդինատների կապը հին եւ նոր համակարգերում։ Մասնավորապես, եթե A կետի կոորդինատները հին համակարգում փորձում ենք փոխարինել նոր կոորդինատներով նոր համակարգում, որը ըստ էության պտտված է հինի նկատմամբ ալֆա անկյունով, ժամսլաքի հակառակ ուղղությամբ, ապա պարզ երկրաչափական առնչություններից կստանանք հետևյալը, որ AX' հավասար է AX կոսինուս ալֆա plus AY սինուս ալֆա, իսկ AY' հավասար է մինուս AX սինուս ալֆա plus AY կոսինուս ալֆա։ Իսկ եթե ցանկանում ենք անել հակառակ պտույտը, այսինքն նոր x'-oy' համակարգից տեղափոխվել հին x-oy' համակարգը, այսինքն ցանկանում ենք պտտել առանցքները ալֆա անկյունով ժամսլաքի ուղղությամբ, ապա պարզ հանրահաշվային փոխակերպումներից հետո կստանանք հետևյալ արտահայտությունը. AX-ը հավասար է AX' կոսինուս ալֆա մինուս AY' սինուս ալֆա, AY-ը հավասար է AX' սինուս ալֆա plus AY' կոսինուս ալֆա։ Հավասարումների այս երկրորդ համակարգը, այսինքն նոր համակարգից հին համակարգի տեղափոխումը, դժվար չէ ստանալ, եթե նախորդ համակարգի առաջին հավասարումը բազմապատկենք կոսինուս ալֆայով
Իսկ երկրորդը սինուս ալֆայով եւ հավասարումները գումարենք իրար։ Իսկ երկրորդ հավասարումը ստանալու համար բավարար է նախորդ համակարգի առաջին հավասարումը բազմապատկել սինուս ալֆայով, իսկ երկրորդը կոսինուս ալֆայով եւ կրկին գումարել հավասարումները իրար։ Իդեպ նույն արդյունքը կստանանք, եթե նախորդ հին համակարգից նորին տեղափոխվելու դրական ալֆա անկյունը փոխարինենք բացասականով, նկատի ունենալով, որ տեղի է ունենում համակարգի պտույտը հակառակ ուղղությամբ։ Ինչ վերաբերում է ուղղանկյուն եռաչափ կոորդինատային համակարգի պտույտներին, առանցքներից որևէ մեկի շուրջ, ապա մենք դեռ առիթ կունենանք քննարկելու դա գալիք դասերից որևէ մեկում։ Սրանով ավարտենք մեր երկրորդ դասը եւ հաջորդ անգամ երրորդ դասի ընթացքում շարունակելով ներածական մեր բաժինը կդիտարկենք չափման հիմնական միավորներն ու նշումները, որոնք օգտագործվում են ճարտարագիտական էլեկտրոդինամիկայում, ինչպես նաև ռադիոհաճախականային սպեկտրի հիմնական ստանդարտ անվանումներն ու բաժանումները։ Ես կխնդրեի չմոռանալ սեղմել լայք կոճակը եւ բաժանորդագրվել, եթե բաժանորդագրված չեք, եւ կուզեի շնորհակալություն հայտնել բոլոր ներկաներին։ Հաջողություն բոլորին։